Ողջույն բոլորին, բարի գալուստ մեր հաղորդում։ Այսօր ես կցանկանայի խոսել նրա մասին, թե ինչ է նշանակում ցույց տալ տարբերությունը եւ հատկապես տարբերություն անել Աստծո համար։ Ես վստահ եմ, որ եթե դուք անգամ այս նախադասությունը չեք ասել, ուրեմն հաստատ ինչ-որ մեկից լսել եք, երբ ինչ-որ մեկը ասում է «Ես Աստծո համար ուզում եմ տարբերություն դնել»։ Ես չեմ ուզում լինել բոլորի նման, ես ուզում եմ, որպեսզի Աստված ինձ մեծ բաների համար օգտագործի։ Ուզում եմ, որպեսզի իմ վկայությունը լինի շատ մեծ, որպեսզի Աստված ինձ օգտագործի։ Ոչ միշտ են մարդիկ հասկանում, որ երբ դուք ցանկանում եք տարբերություն դնել Աստծո համար, դա սովորական միջոցներով չի լինում, հատկապես Աստծո համար։ Օրինակ, երբ Եղիայի մասին ենք կարդում, ով աղոթեց եւ երկնքից կրակ իջավ, իսկ հետո Մովսեսի, ով Աստծո կողմից օգտագործվում էր շատ ուժեղ, ով բացեց Կարմիր ծովը Աստծո միջոցով, երբ Եսթերի մասին ենք կարդում, ով իր ժողովրդին պաշտպանեց եւ փրկեց մի ամբողջ ազգ։ Երբ նայում ենք այս օրինակներին, մենք եւս ասում ենք. «Ես ցանկանում եմ այսպիսի բաներ անել»։ Դուք տեսնում եք, թե ինչպես է Աստված նրանց օգտագործել եւ ցանկանում եք, որպեսզի ձեզ նույնպես այդպես օգտագործի։ Բայց նաեւ կան Աստվածաշնչում օրինակներ, որտեղ մարդիկ դրել են տարբերությունը գաղտնի, անհայտ կերպով։ Մարդիկ, ովքեր ուղղակի ինչ-որ մեկի համար տարբերություն չեն դրել, ինչ-որ բան արել, ինչ-որ մեկին փրկել։ Եվ այսօր ես կխոսեմ այն աղքատ այրիի մասին։ Եթե Հիսուս Քրիստոսը այն պահին այդ կնոջը որպես օրինակ չդներ իր աշակերտների համար կամ մեզ բոլորիս, ոչ ոք չէր էլ իմանա նրա մասին, թե ինչ է արել այդ կինը։ Նա ոչ մեկի համար ոչինչ չի արել, ոչ մեկին ոչ մի բառ չի ասել, իրեն չի արտահայտել, ոչ մի մեծ բան չի արել։ Այդ կինը ոչ մեկին չի բժշկել, ոչ մեկին չի պաշտպանել։ Այդ պահին նա դրել է տարբերությունը Աստծո համար այն ամենով, ինչը կար իր ներսում, իր սրտի ներսում։ Նա Աստծուն ցույց տվեց, որ Աստված իր համար ամենից վեր է, բոլորից է վեր։ Եվ կային այնքան շատ մարդիկ, ովքեր արտաքնապես ավելի շատ էին տարբերությունը դնում, ավելի շատ էին տալիս, բայց Աստված գիտեր, թե այդ այրու համար 2 կոպեկը ինչ մեծ արժեք ուներ։ Տերը գիտեր, թե ինչ նշանակություն ունի իր համար, ինչ կար նրա սրտում։ Եվ այդ պահին Աստված նրան սարքեց օրինակ, որպեսզի այսօր նա մեզ բոլորիս համար օրինակ ծառայի։ Ուրիշի կյանքի մեջ տարբերություն դնելը պետք է լինի արդյունք, հետևանք ձեզ համար, այլ ոչ թե մոտիվացիա։ Ինչու եմ ես դրա մասին խոսում, որովհետև եթե ինչ-որ մեկի համար տարբերություն դնելը քո մոտիվացիան է, ուրեմն դու ամեն բան սխալ կանես, որովհետև կանես մարդկանց քեզ ցուցադրելու համար։ Հնարավոր է ձեր կյանքում կա մարդ, ով տարբերություն է դնում, եւ հանկարծ դուք նկատում եք, որ նա հավատի մեջ ընկել է, մեղքի մեջ է ընկել, հանձնվել է իր իսկ հավատի մեջ։ Ինչու՞։ Ինչու՞։ Անգամ քեզ համար տարբերություն դնելով, այդ մարդը տարբերություն չի դրել Աստծո համար։ Շատերը կան, ովքեր տարբերություն են դնում մարդկանց համար, բայց ոչ Աստծու։ Դրա համար մեզ պետք է հասկանալ, որ մեր տարբերությունը ուրիշ մարդկանց համար պետք է լինի հետևանք, այլ ոչ թե մեր մոտիվացիան։ Երբ մենք դնում ենք տարբերություն Աստծո համար, փոխարենը, որպեսզի լինենք ճանաչված, հայտնի ուրիշների կողմից, կատարվում է հակառակը։ Դրա պատճառով, որ դու անում ես այն, ինչը Աստված է ուզում, այն, ինչը Աստված քեզնից խնդրել է, այլ ոչ թե այն ես անում, ինչը բոլորը, դու դրա հետևանքով դադարում ես լինել ճանաչված, հայտնի։ Դու կկորցնես քո ճանաչված անունը, քեզ կսկսեն քննադատել։ Մարդիկ կդադարեն քեզ հետևել սոցցանցերում։ Այլ խոսքերով, դու շարունակում ես դնել տարբերություն Աստծո համար առանց ճանաչվածության, որովհետև Աստծո համար դնել տարբերությունը դա ճանաչված լինելը չէ։ Եվ դուք տեսնում եք, որ դա այն է, ինչը աշխարհը սովորեցնում է։ Սատանան առաջարկում է անել տարբերություն քեզ համար, բայց ոչ թե Աստծու։ Երբ մարդը ցանկանում է տարբերություն դնել, որպեսզի իրեն ճանաչեն,
Նա ուղղակի իր կենտրոնացումը հեռացնում է Հիսուս Քրիստոսից և դնում է ամբողջ կենտրոնացումը իր վրա։ Եվ նա սկսում է մտածել, որ շատ լավն է, այ տեսեք ինչ լավ եմ անում, նայեք թե ինչքան մարդկանց եմ ես օգնում, նա կենտրոնանում է իր վրա։ Եվ երբ ինչ-որ մեկը նրան չի ընդունում, ոչ մի առաջ խաղացում չկա, նա սկսում է հիասթափվել, սկսում է դա չընդունել, նա տխրում է, բողոքում է, բայց երբ Աստծո համար է, արդեն ամեն բան ուրիշ է, երբ մենք մեր կենտրոնացումը դնում ենք Աստծո վրա։ Եկեք վերադառնանք այն աղքատ այրիի օրինակին։ Մենք դնում ենք Աստծուն բոլորից վեր, ամեն ինչից վեր, մեր կամքից վեր, մենք դնում ենք Աստծուն, մեր ունեցած դիրքից էլ վեր, ամեն ինչից վեր և մենք լսում ենք նրան։ Հնարավոր է ոչ մեկ չի տեսնում, երբ դուք որոշում եք լինել լսող Աստծուն և դադարում եք հետևել ինչ-որ հայտնի մարդու։ Ամեն անգամ, երբ դու ասում ես ոչ մեղքին, դու դնում ես տարբերություն Աստծո համար։ Ամեն անգամ, երբ դու զոհում ես, ոչ մեկ չգիտի։ Դա միայն գիտի Աստված, ով տեսնում է, թե դու ինչպես ես զոհում և ինչ ես դու պատրաստ թողնել իր հանդեպ ունեցած սիրո համար։ Ոչ ոք չի տեսնում, բայց Աստված տեսնում է։ Եվ մենք պետք է կենտրոնանանք Աստծո վրա։ Եթե այս աշխարհում մենք փնտրում ենք, որ ինչ-որ մեկը պետք է մեզ գնահատի, ուրեմն դա միայն պետք է Աստծուց գա, մեր փրկության Աստծուց։ Եթե պետք է ինչ-որ մեկի համար հայտնի լինենք, ուրեմն այդ մեկը պետք է Աստված լինի։ Եկեք չլինենք այն մարդկանց մեջ, ովքեր ուզում են, որ աշխարհը իրենց գնահատի, ովքեր հավատարիմ չեն լինի մեր Աստծուն։ Երբ օրը գա և նրանք կանգնեն Աստծո առաջ, կնետվեն հրե լիճը։ Հիշեք դրա մասին և դրեք տարբերությունը ձեր Աստծո համար։ Երբ և ինչպես, ինչպիսի կերպով է Աստված ցանկանում ձեզ օգտագործել, դա կարևոր չէ։ Եթե նա ցանկանում է ձեզ օգտագործել, որպեսզի փրկի մի հոգու, եթե նա ցանկանում է այդ մի հոգու կյանքում դնել տարբերությունը, ուրեմն թող լինի նրա կամքը։ Մի անհանգստացիր անել այն տարբերությունը, որը քեզ առաջարկում է այս աշխարհը, այլ արա տարբերությունը քո Աստծո համար, և դա այն էր, ինչով ես ցանկանում էի ձեզ հետ կիսվել։ Դուք ունեք ինչ-որ ցանկություն։ Ինչի մասին եք երազում։ Իսկ ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ինչ է երազում Աստված։ Նա երազում է ապրել ձեր ներսում։ Նա երազում է ձեզ դարձնել նոր արարած և ձեր կյանքում կատարել հսկայական գործեր։ Շատ մարդիկ դա չեն հասկանում, շարունակում են ապրել դատարկության մեջ։ Իրենց հույսը դնում են ուրիշների վրա, որպեսզի հասնեն իրենց նպատակներին, և վտանգում են ամենակարևորը՝ իրենց հոգու հավերժական փրկությունը։ Հոգ տարեք ձեր հոգու մասին։ Չորեքշաբթի օրվա ծառայություններին դուք կիմանաք ինչպես ձեռք բերել հավերժական կյանքը և իրագործել Աստծո երազանքը։ Այս չորեքշաբթի ժամը 8:00-ին, 15:00-ին և 19:00-ին հասցեն, քաղաք Երևան, Ազատության պողոտա 13/1։